La La Land, ինչ-որ թիթից տեղ ա բացվել։ Տեսամ փախցր տենց բրիտերնի կոֆե են տալիս։ Ինձ դուր չի գալիս, հեսա մի հատ է մաչան փորձեմ։ Հեսա, De Lucas, Italian Deli, Tesla botն է էլի, բրոնա։ Cybertruck, դեմի օպտիկան բանը շատ սիրունացրել են։ Բայց խի ա որոշ է, որ ինքը առաջ պետք է գնա։ $8 M60, ոչ սովորական շատ սիրուն գույնի,ացրած լվացած ու մեկ էլ Audi-ն։ Այս տարի առաջի անգամ մտնելու եմ բասենու լողանը։ $130։ Այս գուբկով եմ անելու։ Հաճախորդի մոտից ավտոն թո են արել $376։ Օրը չորեքշաբթի է, ու ես էլի չեմ նկարել առաջի 2 օրը ոչ մի բան, բայց լիքը հետաքրքիր բաներ էր կատարվում։ Եկել ենք այս La La Land, ինչ-որ թիթից տեղ ա բացվել Ամերիկանայում։ Տեսամ փախցր տենց բրիտերնի կոֆե են տալիս։ Սենց թինեյջերների տեղ է։ Էս է սաղ մենյուն։ Սրանց մոտ ամեն ինչ բեսամ քաղցր է, բեսամ։ Ու այն է, մի 10 հոգի էլ լուրջ դեմքով կոֆե են սարքում։ Էսի իրանց ամերիկանոն է։ Էս էլ բանն է, ինչ է, մաչա լատե։ Մաչա լատե ինչ-որ ստրաբորի թափով։ Ամերիկանոն լավը չի։ Ինձ դուր չի գալիս, հեսա մի հատ է մաչան փորձեմ։ Դենց էլ չհասա կոֆեին։ Ինչ-որ դեսերտ է։ Մի խոսքով արժե չարժե ես հերթը կանգնել, ինչա մի հատ կոֆե խմես։ Սաղ ջահել ջուհուր գալիս են, վերցնում են, սենց ուրախ դեմքերով սենց նկարվում են, բան։ Վավշե չարժի, լավա գնա Starbucks-ից մի հատ կոֆե վերցնես, հանգիստ քո համար խմես։ Քան գաց դե հերթ կայնես, որտեվ ամերիկացիների սիրած բանն է, չէ, հերթ կանգնելը։ Բեսամ գժվում են իրանք հերթ կանգնելու համար։ Այս 2 օրն էլ հետաքրքիր բաներ էր կատարվում, բայց չնկարեցի։ Այսօր առավոտ վերջապես գնացել եմ թաքսերը մուծել եմ, որ ֆիրման հետ բերեմ։ Ավտոներ էր գնում գալիս, Audi claim-ն են հաստատել, ինչ ասեմ, BMW 5-ի claim-ի հլը սենց վիճում են մեր հետ։ Հեսա նայեք, թեթև Ամերիկանայի վայբը։ Դնում եմ թո սենց մնա։ Իրար համար չես գտնի, ոչ թայլով, ոչ Մենակ հայերն են սաղ իրար նման։ Մենա, բայց հայից է, Բացի, չէ, հայերից թայլ ամեն լավն է։ Տղեկը տոտալ սև, հետի շատ լավ է, ստիլնի է։ Ասում է 2 հատ հայի գույն կա, մեկը սևն է, մյուսը մուկ սևը, հետի մեր մասին է, հա, տղեկի։ Աղջիկեքն է, դե չեմ ասում։ Մի քիչ Հեսա ասեմ սաղ ինձ կատեն։ Սաղ նույն մեյքափով, նույն դեմքով, նույն շորերով։ Սաղ ալո են հագնում, նույն ձևի մեյքափով, նույն սանրվածքով, նույն Gucci կամ էսի մինչ Louis Vuitton ինչ-որ սենց մի հատ սումքով, բայց լավ է, էլի տարբերվում են հայերը մի անգամից, այս մասայից։ Ու մի բան էլ եմ նկատել։ Այս ճապոնացիք սաղ լավ կոշիկ են հագնում։ Необычный դիզայնը խանութում չես տեսնի տենց բաներ, դրանց որտեղից են առնում։ Իրանց հետ բերում են Ճապոնիայից։ Ընդ ինչ-որ մի հատ պատվալում Master Nagasaki-ին կոշիկ է կարում։
Էսի պոեզդ է, որը Ամերիկանայի մեջով ֆռում է։ Սենց նստում եք երեխեքի բանի հետ ու պոեզդը ֆռում է տենց։ Որ ասում էի, այդ սենդվիչի պահը էս է։ Դե Լուկաս, Italian Deli։ Ստեյա, Դե Լուկասում։ Ֆիքս սենդվիչն է, խոզի մսով ու թզի ջեմով։ Անպայման եկեք փորձեք։ Շատ համեղ է։ Այս Tesla Model Y-ի նոր մոդելը հելել։ Մոտիկից չեմ տեսել հələ։ Էսի Tesla-ի ռոբոտն է։ Սրանցից ասում է ամենի տունը լինելու է։ Արժեքը լինելու է $20,000 ու տենց տան գործ էսի սաղ անելու է։ Tesla bot-ն է, էլի, բրոնը։ Այս էլ թազա Model Y-ն է։ Այս ասենց միգից է արդեն ֆարերը։ Նույն մինիմալիզմով։ Մեջը նույնն է, խոսքից ես չեմ ջուգում ինչն է փոխվել։ Մենակ արտաքինն է փոխվել։ Հա, շատ սիրուն են սարքե։ Դուրս եկավ։ Ու էսի այն ավտոներն է, որի համար մենք չենք կարող օգնել։ Tesla-ն broker feed չի տալիս ու broker-ների հետ չի աշխատում։ Մենակ պետք է գաք Tesla-ի սալոն, եթե ուզում եք Tesla առնեք, պետք է գաք Tesla-ի սալոն։ Այս էլ այն ավտոն է, որը շուտվանից մտածում եմ, բայց տենց է չեմ առել։ Բանն է։ Tesla-ի Cybertruck-ն է։ Ինքը սենց բրուտալ ավտո է, ներք բան չկա վրան, սաղ մետալ է։ Սենց բացվում է կնոպկայով։ Cybertruck։ Արա, ես ինչ դաշբորդ սեղան կարելի է գցել ստե, բայց շատ տենց որակով է երևում։ Ես իմ կարելի է մի հատ վերցնել test drive անել ու նկարել։ Գրեք, եթե ուզում եք test drive անենք այս ավտոն։ Այս ավտոների համար հատուկ արտադրվել է այս կալոսները, ուրիշ ավտոների վրա չկա։ Այս էլ Model 3-ն է, որը շատ են սիրունացրել, այս դեմի օպտիկան բանը շատ սիրունացրել են։ Անի, դա մենեջերին հարցրեցի, ասեցի, որ ուզում էի վերցնել rental-ի համար, ոնց ես մտածում, որ scratch լինի, դա ոնց է ֆիքսվելու, որտեվ լակ չկա վրան ու ներք չկա, բանդո չես կարող անես։ Բացատրեց, որ կամ պետք է պանելը փոխես, եթե լուրջ բան է, ու էսի ասում է, որ standing still է, էսի սովորական ոնց որ երկաթ չի, ոնց որ շատ դժվար է իրան խազելը, բայց եթե խազում են ինչ են, կարա սենց polish-ով եթե չհելնի, պետք է փոխես պանելը, մի խոսքով ձեռ չի տալիս։ Ու ասեց, որ waitlist չկա, ես զարմացա, ես գիտեի, որ այս ավտոները waitlist-ով է մենակ, որովհետև անցյալ տարիներին, եթե ուզում էիր դու Cybertruck առնեիր, պետք է մինիմում մի 6 ամիս սպասեիր, բայց նոր հարցրեցի, ասում եմ Cybertruck-ի waitlist կա, ասում չէ, կարա սենց հիմա էլ գա, supply լնես ու առնես այս ավտոից, շատ համով մարուժնի է, այսա մի հատ փորձենք, նոր է բացվել, սաղն է խորհուրդ եմ տալիս։ Էլեկտրական ավտո առնելուց 7500 պետությունից ոնց որ rebate ունեք, Քշում այդ ավտոները 7500 ավելի էժան է նստում։ Բայց խի է որոշե, որ ինքը առաջ պետք է գնա։ Ժամը 7-ն է, բայց ինձ հələ սպասվում է 3 հատ ավտո մաքրել, պատրաստել վաղվա համար, որովհետև վաղը առավոտ 8-ին պետք է դուրս գանք դեպի LAX։ Որը բացվել խորհուրդ եմ տալիս, շատ համով մարոժնի է։ Այսի, այս պուճուր չափը արժի $8։ Եկանք այրոպորտ, 3 հատ մեքենա ենք թողում, առավոտ 9-ն է։ Այս առաջինը BMW X5 X5 M60, ոչ սովորական, շատ սիրուն գույնի։ Նաև թողում ենք այսօր BMW պիծորկան, այսի BMW պիծորկան, արդեն նկարած, կայնացրած, լվացած ու մեկ էլ Audi-ն, հեսա։ Ոստի առաջանում է մի հատ հարց, մենք ոնց ենք այդ պուճուր կաբրիալետով 3 հոգով հետ գնալու։ 3 լիքը աշխատանք ենք կատարել, որ այսօր գոնե
հանգստի օր լինի մեր համար։ 5 հատ մեքենա ենք տարել այերոպորտ թողել, այսօրվա համար էլ նաև։ Հիմա հաճախորդների հետ մենք որ գրվում եմ, ասում եմ ոնցի վերցնեն։ Իսկ մենք ունենք մի հատ ազատ օր, որը կփորձենք վայելենք, բարբեկյու կանենք։ Այսօր ստեյք եմ խորովելու, New York steak։ Ես արդեն միացրել եմ, թողում ենք տաքանա։ Այս ձևի ստեյք էր, բիֆ, ուզում եմ համեմ մեկը սովորական աղով, իսկ այն մեկը սրանով։ Ոնց որ 4 կտոր, տենամ որն է լավ ստացվում, էլի։ Էսա ուրեմն։ Այս երկուսը մենակ աղա, այն էլ այդ համեմն է։ Սո, շարում ենք։ Միսը համարյա եղել է։ Ես արդեն երկրորդ բիվան եմ բացել։ Հեսա։ Միսը մենակ Whole Foods-ից գնեք ու բարբեկյուի համար ով ինչ կտոր սիրում է, խորտ կտամ New York steak-ը ամենատես միջինն է, յուղայնության ու մսի հարաբերակցությունը էլի։ Այն կողմը ջակուզի կա։ Այսի սենց բիսետկաներ է, որ կարաս նստես ու համար վայելես, տելևիզոր բան կա։ Հենց էր մեր այսօրվա հորովածը։ Բայց ես արևի տակ եմ ընկել, սաղերեսս վառել եմ, բայց it's okay, որտեղ պետի արժի ես մսի համի։ Հեսա փուլ եմ մտնում, այս տարի առաջի անգամ մտնելու եմ բասենու լողանա։ Երեք մի քիչ տենց գինի մինի պիվա բան, ուշ եմ արթնացել մի խոսքով։ Հեսա հելել եմ շաբաթ օրվա արևտուրն եմ անելու, տանեմ տուն ու շուտ պետք է գնամ այերոպորտ, ջիպը բուք է եկել։ Առաջի հերթին մեզ պետք է ձմերուկ, ծաղիկներ, խիար, մի հատ եմի, իտալական լիմանադ, իրանց աղցաններն էլ է լավ, բանան, խմար, goat potato, ծածիկի, organic free range, չգիտեմ ինչ, ուզու, պամիդոր առնեմ, մաքսակ, դեղին, չգիտեմ, մի հատ բլուբերի, անպայման մոշ, օրելիա կոլումբնիկ, Սա չինական է, ճապոնական է, սա ավելի հետաքրքիր է։ Այսի շատ համով էր։ Butcher pancake-եր է, բելգիական waffle-ի։ Այսի բեսան recommendation։ Մի pound-անոց շագալատ, հա, շատ համով։ Այսքան լիքը մեծ արևտուրը, իմ վրա նստեց ընդամենը $130։ Բայց եսի եթե գնայի հայկական խանութ, հենց 100%, հենց մի 200-250։ Բարև ձեզ, եթե սուտ չլինի մի 3 օրա չեմ նկարում ոչ մի բան։ Մոռանում եմ կամերան չեմ հասցնում, չգիտեմ, խառնագործերը։ Մեքենայի վրա մի 2 հատ խազ կա, տենց ձեռի փոլիշ ունեմ, հեսա փոլիշով անցկացնում եմ, ու այս ավտոն պիտի մի հատ վերանկարեմ, նկարները դուրս չի գալիս, երեկոյան կհելնեմ, կռիշում կնկարեմ սիրուն, ցույց կտամ ոնց եմ անում այդ նկարները։ Այստեղ խազը չգիտեմ, երևում, այսա մի խոսքով այստեղ խազեր կա, էդի եմ մաքրելու փոլիշով։ Եվ այս դեմը կա մի հատ ուջուր բան, հեսա։ Հեսա, այս էլ փոլիշով կանցկացնեմ։ Այս գուբկով եմ անելու, այսքանը ինձ թվում է հերիք, հա։ Մի քիչ քսեցի, հիմա սենց տրապկով անցնում ենք։ Բավականին քչացել է, մի թեթև հլը կա։ Իսկ այս կոմինը լրիվ անցել է։ Այս կոմինը չկա։ Հեսա մայրամուտի վախն է, հելել եմ մի հատ ավտոն նկարեմ, ասից ցույց տամ ինչքան է սիրուն ու մեքենաները սովորաբար փորձում եմ այս ժամերին նկարեմ, որ նկարները մաքսիմալ սիրուն ստացվի։ Հեսա, այսինչ սիրունություն է տիրում, մայրամուտերը, ես էլ ավտոն է,
Այսինքն այս ֆոնին սիրուն նկարել եմ։ Նկարներ ուզում եմ փոխեմ, որ մարդիկ ավելի շատ սկսեն վերցնել այս ավտոն։ Այերոպորտից 3 հատ ավտո ունենք հետ բերելու։ X5-ն, CL-ի այդ կաբրիոլետը ու Honda Pilot-ը։ Պետք է 3 հատ մեքենան վերցնենք ու վերենք հասցնենք Գլենդել։ Հեսա մի կես ժամից բան երևի դուրս կգանք ու գնանք ընդե։ Հեսա այերոպորտում ենք, ավտոները վերցրեցինք, 1, 2, կաբրիոլետն է, հենե պիլոտը։ Տեսեք ինչ սիրուն լամբո է։ Ինչ հետո, չաս գտակ։ Գնում եմ Մոյկա, այս մեքենան 3 ենք վերցրել այերոպորտից, բեսավ կեղտոտ է։ Մի լավ կմաքրեմ, որ իջնում ենք այերոպորտ, 3 հատ մեքենա պետք է բերենք ընդեից, BMW պետք է բերենք, Audi ու մեր Jeep-ը պետք է բերենք Գլենդել, հələ չգիտեմ ոնց ենք անելու, բայց հələ տանեմ էսի լվամ, հետո կերևա էլի։ Я мчу 200 по луку с Рождественской на юг. Нарисую счастье в миг его сотру заодно. Ну, что-то тянет как ну, написать тебе, как и правильно вокруг. Հերթա Մոյկայում։ Այս ավտոյով եկել եմ հասել եմ West Hollywood։ Հաճախորդի մոտից այս վիճակը, դե սաղորը աշխատել եմ, դրա համար էլ այս վիճակն է։ Սենց շորտիկով, բանով, լատիկներով, մի խոսքով։ Հաճախորդի մոտից ավտոն թո են արել, էսա թոյինգի ադրեսը, սենց կարաս կնոպկեն սխմես, որ մտնես ներս։ Հոլիվուդի ամենահին թոյինգ կոմպանին է, ոնց ճոգում եմ։ Այս իրանց սպասասրահն է, սենց կամիկաներին նստում ես։ Այս մեր ավտոն է, արդեն բերել են ներքև։ Ստե վճարում ես, որ ավտոն բերեն ու էսա, ստեից էլ դուրս են գալու հաճախորդի մոտից էսկալեյդը թո են արել էսա եկել ենք թոյ արդա, ապերի ինձ օգնեց հաճախորդների մոտ էր, սխալ տեղ են կայնացրել Հոլիվուդից թո են արել, էսա վերցնում եմ զանգեմ իրանց գան տանեն էսա մեր աղբերն էլ բացում ա դուռը, thank you bro իրանց թո թրակենն է Խոսքով լուրջ կոմպանի է էլի, են պուջուր զպրտիչով են գնացել ավտոն բերել, ես էլ մեր Cadillac-ն է, մենակ registration owner-ը կարա գա վերցնի էլի, մուծել եմ $376 դրա համար, հեսա դուրս գանք հաճախորդը գալիս է ավտոն տանի, եկի հասել եմ տուն արդեն հոգնած, վաղը մաքրման օր է դուրսը, ավտոները սաղ բերել եմ ներս, տարավ բարավ չտնեն Արծում, ես ավտոն տուր դնենք ֆլիթի մեջ աղբեր Հա, մեկ էլ Ամերիկայում, որ տեսնում են փողոցում այսինչ վատ ավտո է կայնած, այսինքն ձեռդ փող չկա բերում այսինչ չեկեր են թողում հայելուտ վրա, որ գնաս էսի բանկում փող ես սարքում էլ, այսինքն փող են թողում, որ լավ ապրես, այսի նայք, ինչքան են թողել 93-1, 25-1 Սո Հեսա կգնամ կդնեմ ակաունթի վրա, հողը էլի կողքից չի խանգարի։ Բաշեմ սենցը